Պարոն Թաթոյան, ես Ռիփսի Մեջեբեջյան տրիբյունեի եմ, մի քանի հարց ունեմ, կխնդրեմ, եթե շատ են հագրի առնեք։ Տեսեք, նախ ձեր վերջին ասացի հետ կապված, Քոչարյանի ընտրություններին մասնակցելու հետ կապված, Ռոբերտ Քոչարյանի յուրայինները պնդում են, որ սոցհարցում են արել և ընդդիմադիր դաշտում բարձր ռեյտինգ ունեն և շատ անարդարացի է իրենց ասել կամ հորդորել, որ դուրս գան քաղաքական դաշտից, բացի այդ իրենք ունեն Գյումրիի օրինակը, որը պարբերաբար մատնանշում է, որ Գյումրիում ստացվեց, հետևաբար կստացվի նաև առաջիկա ընտրություններին, ինչ կասեք դրա մասին։ Երկրորդ հարցս Ռուսաստանի հետ կապված հարաբերությունների մասին, դուք ասացիք, որ Ռուսաստանի հետ կախվածության աստիճանը պետք է թուլացնենք, մենք չենք կարող արբանյակ լինել, ես ուղիղ կհարցնեմ, դուք հակառուս եք, թե հակառուս չեք։ Մյուսը, ես կուզենայի դուք հստակ նշեք, թե գայք իշխանության, ինչով եք տարբերվելու Փաշինյանից, որն է ձեր էական տարբերությունը քաղաքականության լինելու Փաշինյանի հետ, ինչ սխալ բան են արել նախկինները, ըստ որն է նախկինների ամենամեծ ձախողումը, որով դուք գտնեք, որ նրանք այլևս չեն կարող հավակնել իշխանության։ Հաջորդ հարցը անվտանգության հետ կապված է, վարչապետ Փաշինյանը ազգային ժողովում խոսելով այդ բյուջեի քննարկման հետ ժամանակ խոսելով արտաքին պարտքի մասին 8 միլիարդի մասին ասաց, որ չգիտեք ինչ եմ արել, չէինք ուզում ասել, բայց կասենք, զենք ենք առել։ Ու հավելեց, որ այն ընդդիմադիրները, որոնք չեն հավատում, որ ինքը զենք է առել, կարող է տանել սպառազինությունը ցույց տալ։ Դուք հավատում եք Փաշինյանին, որ այդ 8 միլիարդի զենք է առել եւ գնալու եք ձեր աչքով տեսնելու այդ զենքերը, թե չէ։ Եվ վերջին հարցը Արծվաշենի հետ կապված, Փաշինյանն ասել էր, որ սահմանազատման արդյունքում Արծվաշենը հետ ենք բերելու, ես կխնդրեմ, քանի որ դուք էլ այդ թեման միշտ տակ եք պահում, կխնդրեմ ասեք, մենք ինչ գինենք վճարելու այս դեպքում, եթե հետ բերենք, շնորհակալ եմ։ Ռիփսի մեջ հիմա ես ձեզ որպես գերազանցիկ պատասխանեմ, թե ես ձեզ պատասխանեմ որպես վարչապետի թեկնածու Արման Թաթոյան։ Երկրորդ նախագահ, պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանի օրինակը նշեցիք, սոցհարցման տվյալներ, բարձր ռեյտինգի, եւ եկաք դեպի Գյումրին։ Եվ ինչ ունենք Գյումրիում, քաղաքապետ, որը կալանավորված է, քաղաքապետի որդի, որը կալանավորված է, ավականու անդամներ, որոնք ձերբակալված են, փաստաբան, որը հավաքին մասնակցելու մարդկանց օգնելու համար ձերբակալված ու կալանավորված էր, այդ ունենք չէ Գյումրիում։ Այսինքն դուք պատկերացնում եք հիմա Գյումրին ուզում եք օրինակ բերել։ Գյումրին օրինակ բերողները պարզապես Հայաստանի Հանրապետության հանրապետական մակարդակի ընտրությունների քաղաքական համակարգի ստացումը պարզապես չեն պատկերացնում, թե այս ինչ համակարգ է։ Սա, եթե Գյումրին ընդամենը համայնքային ընտրություններ, սա Փաշինյանի համար քաղաքական իշխանության լինել չլինելու հարց է։ Իսկ սա նրա համար գիշերային մղձավանջ է։ Մենք սա պետք է նկատի ունենք, անգամ Գյումրիում տեսեք չհանգստացավ։ Եկավ, ճիշտ է, քրեական գործ է քննվում, անմեղության կանխավարկած կա, ես ոչ արդարացնում եմ, ոչ էլ մեղադրում եմ հիմա։ Քրեական կոնկրետ Գյումրու քաղաքապետի հետ կապված, բայց փաստը չէ ինչ ունենք։ Նույնը վերաբերում է մյուս ավականու մանդատներին եւ այլն։ Այնպես որ ես կարծում եմ սա հստակ պատասխանում եմ։ Ռուսաստանի Դաշնությունից կախվածությունը շատ լավ հարց էր եւ այդպես ուղղել որ տվեցիք։ Ոչ, ես հակառուս չեմ։ Ես հակառուս չեմ, բայց ես Հայաստանամետ եմ ու հայամետ եմ։ Եվ ես իմ բոլոր որոշումների հիմքում դնելու եմ իմ երկրի շահը։ Իմ երկրի շահը միշտ բարձր է լինելու իմ անձնական շահից, իմ պաշտոնի շահից, եւ ես այնպես եմ միշտ անելու, որ իմ ոչ մի քաղաքացի, որ ինձ վստահել է, հանկարծ որևէ անգամ գլուխը չկախի իմ համար, ամոթով չզգա, որ ինքը քվեարկել է ինձ համար, որ մենք բոլորով կառուցենք միասնական արդար, ուժեղ եւ ունենանք խաղաղ պետություն։
Եվ Ռուսաստանի հարաբերությունները, ինչպես արդեն ասացի, պետք է լինեն ֆունկցիոնալ, պետք է լինեն արդյունավետ։ Մենք պետք է Ռուսաստանը այս տարածաշրջանում կարևորագույն պետություն է եւ աշխարհում կարևորագույն պետություն է։ Մենք դա պետք է նկատի ունենանք։ Մենք ունենք Ռուսաստանի Դաշնության հետ ռուս ժողովրդի հետ դարավոր բարեկամություն, մշակութային կապերով կապված։ Մեր սփյուռքը, տեսեք ինչքան սփյուռք ունենք այնտեղ, չէ՞։ Նրանց իրավունքների հարցը, նրանց հետ համատեղ աշխատելը, զարգանալը շատ կարևոր է, բայց մենք պետք է լավագույնը վերցնենք աշխարհից։ Իսկ դա իմ կարծիքով Ամերիկայի Միացյալ Նահանգների այն համակարգերն է, որ ստվարկեցի, որ մեզ կարող են տալ։ Ինչով են տարբերվում Փաշինյանից։ Առաջինը, ես բոլոր հարցերին մոտենում եմ իմ փորձից ու կրթությունից ելնելով։ Ես ասացի, որ ինչպես ինքն էլ իր կրթությունից ելնելով, նայած որ կրթությունից, նորաձև թե որ։ Ես հստակ այստեղ ասում եմ, որ ես ելնում եմ իմ կրթությունից։ Ես կրթություն եմ ստացել Հայաստանում, Ամերիկայի Միացյալ Նահանգներում, Եվրոպայում։ Իմ տեխնազուական ատենախոսությունը պաշտպանել եմ ռուսերեն, որտեղ գլխավոր դատախազությունից է Ռուսաստանի առաջին օպոնենտը։ 4 լեզուներով եմ ստացել իմ կրթությունը։ Իմ մասնագիտական փորձը վերաբերում է աշխարհի գրեթե բոլոր մայրցամաքներում, ես ունեմ աշխատանքի փորձ, այդ թվում Հայաստանում, եւ ես որևէ իմ հանձնառության մեջ չեմ ձախողել երբեք։ Ես ինչ հանձնառություն ստանձնել եմ, ես միշտ հաջողել եմ։ Ես կարծում եմ, եւ դա է ինձ վստահություն տալիս, որ ես առաջադրվեմ եւ նաեւ կարողանամ այսպես վստահ խոսել։ Եվ ամենագլխավոր տարբերություններից մեկը նրանից, որ ես երբեք իմ պաշտոնի շահը, իմ անձնական շահը, իմ պետության շահից երբեք վեր չեմ դասելու։ Դրանք ինձ համար պետության շահի համեմատ չերևացող երևույթներ են։ Նախկինների ամենամեծ սխալը, շատ պարզ, Նիկոլ Փաշինյանի այսօր իշխանության լինելը բոլոր նախկին նախագահների ամենամեծ սխալն է։ Սրանից էլ մեծ սխալ ես կարծում եմ գոյություն չունի։ Ու մի հատ էլ որ խոսում է խաղաղությունից։ Դա էլ ընթացիկ ձախողումն է։